Այսպիսով մենք կունենանք 4 եթեր եւ 4 կարևոր հոդված։ Առաջին Ղարաբաղյան պատերազմ։ Առաջին Ղարաբաղյան պատերազմը ըստ էության սկսվել է 1991 թվականի վերջում հրաձգություններով եւ ավարտվել է 1994 թվականին։ Հայկական կողմից կռվել են 33-34 հազար մարդ։ Զոհվել է 6000 հայ, 3200-ը Ղարաբաղի ծնունդ եւ 2800-ը Հայաստանից եւ Սփյուռքից։ 20000 հայ ստացել են վիրավորումներ։ 600 քաղաքացի համարվում է անհետ կորած։ Առաջին Ղարաբաղյան պատերազմի մասին 1994 թվականից մինչև այսօր ամբողջ տեղեկատվության 80%-ը հանդիսանում է սուտ, հորինված Ղարաբաղի ՕԲԳ-ի կողմից։ Նպատակն է հորինել գոյություն չունեցող հերոսություն եւ թալանել Հայաստանը եւ Սփյուռքը։ Կեղծ պատմությունը քարոզվել է հետեւյալ կերպ. Արցախ TV, Ղարաբաղի թերթեր, Ղարաբաղի ռադիո, Հայաստանի ԶԼՄ-ներ, որոնք նույնպես վերահսկվում էին Քոչարյանի եւ Սերժի կողմից, ինչպես նաեւ Ռուսաստանում հայկական ԶԼՄ-ներ, վերահսկվող հայկական օլիգարխների կողմից, որոնք մոտ էին Քոչարյանին եւ Սերժին։ Բացի այդ, Ղարաբաղցիները վճարում էին Ռուսաստանի ռազմական հրատարակություններում հոդվածների համար Ղարաբաղյան ղեկավարների խրոխոտ ճակերտավոր հերոսությունների մասին։ Նաև Սամվել Բաբայանը ֆինանսավորել է Սվետլանա Պասկալևային, որը խաբում էր հայ հերոստատիտողներին եւ Բաբայանից ձևավորում էր հանճարեղ զորավարի կերպար։ Սամվել Բաբայանը հասել է նրան, որ հմեկ հերոստալիքով Պասկալևան վարեր երեկոյան հաղորդում։ Ռուսաստանը ինքնաթիռ է փոխանցում Ադրբեջանին եւ ինքնաթիռի համար մեծ քանակությամբ ռումբեր, որպեսզի ռմբակոծեն քաղաքներ ու գյուղեր սպանեն հայ կանանց եւ երեխաներին։ Փաստաթղթերում գաղտնի գրել են, թե ինքնաթիռը առևանգված է, որպեսզի Ղարաբաղի հայերը լռեն։ Նաև գաղտնի 1994 թվականին Ռուսաստանը Հայաստանին տվել է 4 ինքնաթիռ, որպեսզի նա սպառնա Ադրբեջանին։ Ռուսները Ադրբեջանին փոխանցել են ծով զենք զինամթերք եւ դա արել են միտումնավոր։ Ընդհանուր առմամբ 1991 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 1994 թվականի մայիսի 12-ը Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքից 11 քառակուսի կիլոմետրը վրա կիրառվել է հայկական տվյալներով 21000 գրադ ռեակտիվ արկ, 2700 ալազան հրթիռ եւ 1900 հրետանային արկ։ Ադրբեջանի ավիացիան քաղաքի վրա նետել է 180 ՌԲԿ եւ մոտ 100-500 կիլոգրամ բեկորաֆուգասային ռումբ, ներառյալ 8 օթափ։ Թող յուրաքանչյուր Ղարաբաղի հայ հիշի, որ ձեր երեխաներին կտոր էին անում ռուսական արկերը, արտադրված ռուսների կողմից, փոխանցված ռուսների կողմից, ովքեր էին առաջին Ղարաբաղյան պատերազմի ռազմական գործողությունների հիմնական կազմակերպիչներն ու իրական հերոսները։ Քրիստոֆոր Իվանյանը, Անատոլի Զինևիչը, Բեկորը սպանվել է Ղարաբաղի հայերի կողմից։ Լեոնիդ Ազգալդյանը սպանվել է Ղարաբաղի հայերի կողմից, եւ Մոնթե Մելքոնյանը սպանությունը կազմակերպվել է Ղարաբաղի հրամանատարների կողմից։ Զգալի ներդրում է ունեցել նաեւ կոմանդոսը։ Զոհվածներից շատերը եղել են իրական հերոսներ։ Ղարաբաղյան հրամանատարները հաճախ, նախանձից ելնելով, սպանել են ազնիվ հայերին, հատկապես ատել են բարձրահասակ եւ սպորտային կազմվածքով հայերին։ 1992 թվականից Ստեփանակերտում տեղի են ունեցել կանանց զանգվածային բռնաբարություններ։ Սամվել Բաբայանի մարդիկ եւ 4-րդ գումարտակի հրամանատարը սպանել են այդ կանանց ամուսիններին եւ մեղքը բարթել ադրբեջանցիների վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների զանգվածային սպանություններ, որոնք կազմակերպվել են դաշնակցականների եւ Արթուր Ահաբեկյանի թիմի կողմից։ Բոգդան, Սարդար, Բժիշկ Մականոնով Երևանի բժիշկ եւ շատ ուրիշներ։ Հարյուրավոր ղարաբաղցիներ գումարի դիմաց աշխատել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար եւ փոխանցել են մեր իրական կռվողների տեղակայման վայրերը։ 1992 թվականի ամռանը Շուշիի եւ Լաչինի գրավումից հետո Ադրբեջանը կենտրոնացրեց ուժերը Ղարաբաղի հյուսիսում։ Հունիս-հուլիս ամիսներին նրանց հաջողվեց գրավել ամբողջ Շահումյանի շրջանը եւ գրեթե ամբողջ Մարտակերտի շրջանը եւ մոտենալ Ստեփանակերտին։ Այսպիսով 1993 թվականի հունիսին հայկական զորքերը գտնվում էին շատ վատ վիճակում եւ այստեղ տեղի է ունենում մի իրադարձություն, որը փոխեց իրադարձությունների ընթացքը։ Ադրբեջանի բանակի համար մեկ պատասխանատու գնդապետը սկսում է հեղաշրջում։ 1993 թվականի հունիսին նա Գյանջայում բարձրացրել է զինված ապստամբություն, որը ավարտվել է նախագահ Աբուլֆազ Էլչիբեի տապալմամբ։
1993 թվականի մայիսին Ռուսաստանը նախատեսված ժամկետից կես տարի շուտ սկսել է Գյանջայում տեղակայված 104-րդ դեսանտային գնդի դուրսբերումը, եւ գնդի գրեթե ամբողջ սպառազինությունը անցել է Սուրեթ Հուսեյնովի եւ նրան ենթակա զինվորականների ձեռքը։ Սա արվել է Ռուսաստանի կողմից, որպեսզի օգնի անկայունություն ստեղծել Ադրբեջանում եւ շեղել ուշադրությունը ռազմաճակատից։ Արդյունքում Սուրեթ Հուսեյնովը զորքերը դուրս է բերել ճակատի մեծ մասից, գրավել է Գյանջան եւ սկսել է առաջխաղացում դեպի Բաքու։ Ադրբեջանի քաղաքական ճգնաժամը քանդեց ամբողջ Ղարաբաղյան ճակատը, բարոյալքելով բանակը եւ թողնելով այն առանց հրամանատարության։ Օգտվելով նրանից, որ ադրբեջանական զորքերը դուրս էին բերվել ճակատային գծից, Ղարաբաղյան զորքերը սկսեցին զբաղեցնել գրեթե դատարկ մնացած ճակատը։ Այսպես հունիսի 27-ին հաջողվեց գրավել Մարտակերտը եւ Ղարաբաղի հյուսիսի մեծ մասը։ Իսկ հուլիսի 23-ին, մեկ ամսից ավելի տևած ծանր մարտերի ընթացքում, գրավվեց ադրբեջանական խոշոր քաղաք Աղդամը։ Մեկ ամիս անց հաջողվեց գրավել նաեւ հարավային Ադրբեջանում գտնվող շրջկենտրոններ Ֆիզուլին ու Ջեբրայիլը։ Քաղաքական ճգնաժամի սկսվելուց ընդամենը 4 ամիս անց Ադրբեջանը գրեթե առանց մարտերի կորցրեց վերահսկողությունը Ղարաբաղի հյուսիսային մասի եւ 5 վարչական շրջանների նկատմամբ, ընդհանուր առմամբ կորցնելով մոտ 5000 կայմ տարածք։ Հենց այսպես տեղի ունեցավ բեկումը առաջին պատերազմում, եւ Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Բաբայանի որևէ հանճարեղ որոշումներ չեն եղել։ Այս ամբողջ տեղեկատվությունը 32 տարի մանրակրկիտ թաքցվել է Ղարաբաղի քարոզչության կողմից։ Մենք արդեն գրել ենք, որ զոհվել է Հայաստանի եւ Սփյուռքի 2800 հայ։ Շատ ֆիդայական ջոկատներ սպանվել են Ղարաբաղի հանցավոր խմբավորումների կողմից, որպեսզի չկիսեն ավարը եւ միանձնյա զբաղվեն թալանով։ Ղարաբաղի գեներալներն ու պաշտոնյաները հասկանում էին, որ պատերազմը ավարտվում է եւ շուտով սկսվելու է պաշտոնների եւ իշխանության բաժանումը։ Այդ պատճառով նրանք սպանել են բազմաթիվ հերոսների եւ ֆիդայիների իրենց ճանապարհը մաքրելու համար։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է իմանա այս փաստերը, որպեսզի հասկանաս, թե ինչպես են 1992-1994 թվականների պատերազմում հաղթել Քոչարյանն ու Ղարաբաղյան կլանը։